2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը պետբյուջե կազմել են 18.6 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 21%-ով կամ շուրջ 3.2 միլիարդ դրամով։ 2024 թվականին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 միլիարդ դրամի ներդրումային պարտավորություն։ Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով։ Ծրագրի համար հատկացված գումարը կազմում է 65 միլիոն 660 հազար դրամ։ Ծրագրի ավարտական փուլը կիրականացվի 2026-ի առաջին եռամսյակում։ Հայաստանում եւ մասնավորապես Սյունիքի մարզում լայն թափ են հավաքել միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, ինչը մեր երկրի համար ունի տնտեսական եւ ռազմավարական մեծ նշանակություն։ Հարժի համայնքի հիմնանորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը 7.2 կիլոմետր է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 722 միլիոն 760 հազար 599 դրամ։ Քաղաքաշինության կոմիտեում կայացել է կառուցապատողների հետ հերթական հանդիպումը, անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, Եվրամիության նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր գործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը եւ պարզեցմանը։ Մեդիոթնյակի G7 երկրների ֆինանսների նախարարները համատեղ հայտարարություն են հրապարակել, որում սպառնացել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում պատժամիջոցների խստացման միջոցով, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Նրանք դատապարտել են Ռուսաստանի շարունակվող ագրեսիան եւ հայտարարել, որ հակամարտության ընթացքում Ռուսաստանին աջակցող ցանկացած կազմակերպություն կհեռացվի Ուկրաինայի վերականգնման պայմանագրերից։ Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի Bank of Georgia-ի քարտ ունեցող ռուսաստանցիները կարող են խնդիրներ ունենալ 300 եվրոից ավելի արժողությամբ գնումների դեպքում։ Սահմանափակումները մտցվում են ըստ միջազգային պատժամիջոցների։ Bank of Georgia քարտերի սահմանափակումները կգործեն ոչ միայն Վրաստանում, այլև ցանկացած երկրում, որտեղ հաճախորդը կփորձի վճարել Visa կամ Mastercard քարտերով։ Սիրիան եւ Թուրքիան էներգետիկ ոլորտում գործակցության համաձայնագիր են ստորագրել։ Ըստ այդմ Սիրիան օրական կստանա 6 միլիոն խորանարդ մետր գազ, ինչպես նաեւ 1000 մեգավատ էլեկտրաէներգիա։ Միացյալ Նահանգների խոշորագույն բանկերը քննարկում են միասնական կրիպտոարժույթի թողարկումը։ Նախաձեռնության նպատակն է դիմակայել կրիպտոարդյունաբերության աճող ազդեցությանը եւ վերահաստատել բանկային համակարգի դիրքերը թվային աշխարհում։ Նոր թվային արժույթը նախատեսվում է օգտագործել արագ, անվտանգ եւ ցածրարժեք դրամական փոխանցումների համար։ Որ բուժ կենտրոնում ու որ բժիշկ կբուժի առողջության համապարփակապահովագրության ներդրումն արդյոք ենթադրելու է, որ այս ընտրությունն ազատորեն բուժառուն է կատարելու։ Ոլորտի գլխավոր պատասխանատուն հաստատում է, նպատակները համակարգը հենց այդ կողմ տանելու մասին են։ Եթե հիմա անձը պոլիկլինիկայում ուղեգրի հիման վրա նեղ մասնագետի խորհրդատվություն է նշանակվում, ապա նա այդ ծառայությունը ստանում է հենց տվյալ պոլիկլինիկայի նեղ մասնագետից կամ ամբուլատորիային կցված ուրեմն նեղ մասնագետներից։ Բայց ապահովագրության շրջանակներում մենք ընդլայնելու ենք այս հնարավորությունը։ Պոլիկլինիկաներում կցագրման սկզբունքը վաղուց չկա, բացառապես հավաքագրման ձևաչափն է գործում։ Առողջապահության փորձագետը քաղաքացու անհատական ընտրության հետ կապված իր տեսակետն ունի։ Լինելու են բացառապես այն պոլիկլինիկաները, հիվանդանոցները, որ ունի ապահովագրական հիմնադրամի հետ պայմանագիր։ Հետևաբար այն կազմակերպությունները, որոնք պայմանագիր չեն ունենա եւ քաղաքացին կդիմի այդ կազմակերպություն խորհրդատվության, նրանք մնալու են վճարովի սկզբունքով։ Իսկ երբենք ունենալու ապահովագրություն, այս հարցը դեռևս միանշանակ պատասխան չունի։ Մինչև այդ առողջապահության նախարարությունը որոշել է դեղատոմսով դուրսգրման ենթակա դեղերի ծրագիրը ոչ թե առաջիկա հուլիսի 1-ից, այլ 2027 թվականից մեկնարկել, ինչն էլ փորձագետները կապում են ապահովագրության ներդրման հետ, քանի որ վերջինիս առանցքը նաև դա է։
Կենսաբազմազանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38800 մանրաձուկ։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս, ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։ Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսական նշանակություն։